Փառք Հիսուսին, այս հրաշալի օրվա համար, սա այն օրն է, որ Տերն է ստեղծել, պիտի ցնծանք եւ ուրախ լինենք սրանում։ Ամեն, սա Տիրոջ խոսքն է ասում։ Որ այսօր Աստված ամեն մեկիս համար ունի հրաշալի կամք, հրաշալի խոսք։ Գիտես, շատ կարևոր է, որ մեծ ախորժակով լինենք այսօր։ Որքան որ ախորժակներս մեծ լինի, այնքան էլ Տիրոջ կերակուրը, Տիրոջ հայտնությունները կգան մեր կյանքերի մեջ։ Ամեն սրելիս, գիտես ես հաճախ աղոթք եմ անում ու ասում եմ Տեր, ուզում եմ իմ սիրտը պատրաստես, որ քո օծված խոսքը իմ սրտի մեջ տեղ գտնի։ Գիտես նրա խոսքի մեջ խնդիր չկա, նրա խոսքի զորության մեջ խնդիր չկա, նրա խոսքի օծության մեջ խնդիր չկա։ Մեր սիրտը պատրաստ լինի, որ նրա օծված զորավոր խոսքը մեր կյանքերի մեջ տեղ լինի։ Ամեն սրելիս, փառք Հիսուսին։ Ես ամեն, փառք Աստծուն։ Ես իհարկե ուզում եմ նորից ու նորից իմ շնորհակալությունը հայտնել Հով Գորին, Աննա քրոջը եւ նույնպես ձեզանից յուրաքանչյուրից այս հրաշալի պատվի համար, այս հնարավորության համար ամեն անգամ մեծ ուրախությամբ, մեծ ցնծությամբ եմ գալիս ծառայելու, ես ամեն անգամ երբ որ գալիս եմ նորից ու նորից կկրկնեմ, լցված ու զորացած նորից հետ եմ վերադառնում։ Ամեն, այնպես որ ես գիտեմ, փառք Աստծո, դու էլ այսօր այստեղ եկել ես ու լցվելու ես, զորանալու ես, որտեղ Տերն է այստեղ, որտեղ սա Տիրոջ եկեղեցին է, որտեղ սա Տիրոջ մարմինն է, ու Տերը ուզում է, որ իր սուրբերին, իր ժողովրդին մաքրելունը մաքրի, սրբելունը սրբի, պակասը լրացնի, ավելնորդը կտրի։ Ամեն սրելիս, մնում է, որ մենք իրան թույլ տանք, որ դա մեր կյանքում անի։ Ամեն։ Փառք Աստծուն, փառք մեր սքանչելի Տիրոջը։ Ես ուզում եմ անցնեմ խոսքին սրելիս, այսօր հավատում եմ հրաշալի Տերը կառաջնորդի կխոսենք։ Գիտես այսօրվա խոսքը, որ ես կխոսեմ, գիտեմ ու համոզված եմ, որ նա մեր քրիստոնեական կյանքի մեջ ինքը կարելի ասել ողնաշարն է։ Մեր քրիստոնեական կյանքի մեջ արմատներից, հիմքերից մեկն է հանդիսանում։ Այսօրվա ուղերձը ես վերնագրել եմ ներողություն եւ շնորհակալություն։ Այսօր ես խոսելու եմ եւ ներողության մասին, ներողության կարեւորության մասին, եւ խոսելու եմ շնորհակալության մասին, շնորհակալության կարեւորության մասին։ Այսօր մենք կնայենք իրար հետ որքան թանկ ու որքան կարեւոր է ներողություն, հայտնությունը, ներողությունը մարդ եւ Աստված փոխհարաբերության մեջ, որքան կարեւոր եւ որքան թանկ է ներողությունը մարդ եւ մարդ փոխհարաբերության մեջ եւ նույնն էլ շնորհակալությունը մարդ եւ Աստված փոխհարաբերություն, մարդ եւ մարդ փոխհարաբերություն, որ կարողանանք շնորհակալ սիրտ ունենալ։ Փառք մեր սքանչելի Տիրոջը։ Ամեն սրելիս։ Հալելույա։ Գիտես, ես կանցնեմ ներողությունից։ Իմ մոտ ունեմ հրաշալի նշումներ, որ ուղղակի Տերը աղոթքի մեջ բացել է։ Գիտես, եթե չկա կառուցված փոխհարաբերություն, միգուցե մարդ եւ Աստված, միգուցե մարդ եւ մարդ, ներողությունը ու շնորհակալությունը ստեղծում են հնարավորություն փոխհարաբերության։ Իրես մենք այստեղից ամեն մեկս էլ ինչ որ մի ժամանակ օտարացած Տիրոջ երեսից քայլում ենք մեր աշխարհի կյանքի մեջ, մեղավոր կյանքի մեջ, ում ինչը կառուցեց մեր եւ Աստված փոխհարաբերությունը, ներողությունը։ Մենք նույնպես դրան կասենք ապաշխարությունը։ Կառուցեց փոխհարաբերություն, ստեղծեց փոխհարաբերություն։ Գիտես, ներողությունն ու շնորհակալությունը կառուցում են փոխհարաբերություն։ Ներողությունն ու շնորհակալությունը խորացնում են եղած փոխհարաբերությունը։ Գիտես, եթե անգամ թե մարդ եւ Աստված, թե անգամ մարդ եւ մարդ փոխհարաբերության մեջ ինչ որ հարցեր ա չէ լինում, գշտվում են, իրար չեն հասկանում, ինչ է անում ներողությունը, ինչ է անում շնորհակալությունը, վերականգնում, խորացնում է փոխհարաբերությունը։ Ներողությունն ու շնորհակալությունը սրելիս ամրացնում են փոխհարաբերությունը։ Ավելի խորը հիմքեր են գցում։ Ներողությունն ու շնորհակալությունը սրելիս վերականգնում են վնասված փոխհարաբերությունը։ Ուզում եմ մի լավ պատմություն պատմեմ ուղղակի իմ ընտանիքից մի փոքրիկ վկայություն։ Գիտես, ես որպես տան հայր, տան պապա, ես իմ պարտականությունն է տան հոգսերը հոգալ, տան առևտուրը, այսպես ասած, անել, ու ինձ շատ դուր է գալիս, երբ որ ես առևտուրն արած տուն եմ մտնում, նամանավանդ այն ժամանակ, երբ որ իմ երեխեքը փոքր էին, գիտես, այդ տոպրակներով մտնում ես, դնում ես խոհանոցում, ասում ես երեխեք, դավայ, ու երեխեքը գալիս են, հանում են, մանավանդ գիտես իրանց համար էլ, չէ, համով բաներ է սարել, իրանք ուրախանում են, սկսում են տեղավորել սառնարանի մեջ, դու որպես ծնող ուրախ ես, հավես է,
Բայց միևնույն ժամանակ դու ծնող ես, դա քո պարտականությունն է, պետք է անես։ Բայց դու պետք է անես, բա ով պետք է անի։ Բայց գիտես, այդ ամեն ինչի հետ մեկտեղ մենք ունենք մեր տանը մի լավ սովորություն։ Իմ Արմինեն կինս։ Այդ ամեն ինչը, երբ որ երեխեքը կդասավորեն, ուրախ, Արմինեն պտտվում է ու երեխեքի ներկայության մեջ ասում է. «Պապա ջան, շնորհակալություն, որ մեզ համար սենց լավ բաներ ես արել»։ Գիտես ինչ է անում դրանով, երեխեքի սրտի մեջ սերմանում է շնորհակալ սիրտ ունենալ։ Գիտես, ես քեզ կասեմ, ես այդ շնորհակալության կարիքը չունեմ, չնայած նրան, որ դա հաճելի է, չնայած նրան, որ դա լավ է, հավես է, բայց անկախ դրանից ասեն թե չասեն, դու պապան ես, պետք է անես։ Բայց մաման ինչ է անում, սերմանում է երեխաների մեջ շնորհակալ սիրտ ունենալ։ Գիտես մենք ինչ ենք անում, մենք երբ որ նստում ենք հաց ուտելու, մենք իրար հետ հաց ենք ուտում, համով իրար հետ շփվում ենք, ու երբ որ հացը ուտում վերջացնում ենք, ես ինչ եմ ասում։ Ասում մամա ջան, շնորհակալություն, որ մեր համար սենց համով բաներ ես պատրաստել։ Երեխեք համով էր, չէ՞։ Հա, համով էր, դե մի հատ մամայի թուշը պաչենք։ Գիտես ինչ ենք անում, երեխեքի ներսում սովորացնում ենք շնորհակալ սիրտ լինի։ Չնայած նրան մաման էլ դրա կարիքը չունի։ Մամանա պիտի անի։ Բայց երեխաների ներսում սովորացնում ենք շնորհակալ սիրտ ունենալ։ Ու գիտես մենք տեսնում ենք Աստվածաշնչում ամբողջ Սուրբ Գիրքը մեզ առաջնորդում ու սովորացնում է տեղեր, որտեղ ասում է ասա ներողություն։ Ասա ներողություն։ Ունեցիր ներողություն խնդրող սիրտ։ Մի եղի հպարտ, մի եղի գոռոզացած, կարողացիր քեզ խոնարհեցնել, կարողացիր սխալդ ընդունել, ասա ներողություն։ Շատ տեղեր մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը մեզ ուղղորդում ու ասում է, ասա շնորհակալություն։ Գոհացող եղեք։ Ինչքան ենք չէ տեսնում, ասում է, գոհացեք Տիրոջից, գոհացեք Տիրոջից, գոհացեք Տիրոջից։ Իրես Սուրբ Հոգին առաջնորդում է եկեղեցուն, առաջնորդում է ինձ ու քեզ, որ մեր ներսում մենք ունենանք այդ գոհացող սիրտը։ Ինչի, որովհետև քիչ առաջ կարդացինք, ներողությունն ու շնորհակալությունը վերականգնում են փոխհարաբերություն, խորացնում են փոխհարաբերություն, ամրացնում են փոխհարաբերությունը։ Գիտես, ես հասարակ մի օրինակ կբերեմ, բոլոր վարորդները հուսով եմ ինձ կհասկանան։ Գիտես, լինում է չէ, մեկ-մեկ որ մեքենան քշում ես ու մեկին տեղ ես զիջում։ Զիջում ես, որ ինքը գա ու անցնի։ Մենք ինչ սովորություն ունենք, չէ, մեր թարթիչը, մարգատը, այսպես ասեմ, թարթիչը միացնում ենք շնորհակալություն հայտնելու համար։ Մեկ-մեկ լինում է չէ, որ շնորհակալություն չեն ասում։ Ոսոս պահը լսարանն է, մա տեղ ինքն եմ այդ շնորհակալություն չասի։ Լինում է չէ, տենց։ Միտք է գալիս, մաթելը գնամ դեմը կտրեմ, լտենամ, վախի շնորհակալություն չասեր։ Չէ, իհարկե, տենց միտք թող չգա։ Բայց գիտես, անգամ այդ փոքր տեղերը մենք ինչ ենք անում, մենք միացնում ենք այդ թարթիչը ու շնորհակալություն ենք հայտնում, շնորհակալ ենք, որ մեզ տեղ տվեցիր։ Խանութ ենք մտնում, ինչ որ մեկը մեզ զիջում է կամ դուռը բացում է մեր առաջ, մենք ինչ ենք անում, շնորհակալություն։ Գիտես, այնպես չենք անում, չէ՞ որ դե դու պարտավոր ես, դե դու պետք է անես։ Չէ, սիրելի, սա հպարտություն է, սա գոռոզություն է։ Աստվածաշունչը մեզ ասում է, որ մենք պիտի խոնարհ լինենք, մեկս մյուսին բարձր դասենք, գնահատենք այս ամեն ինչը։ Գիտես, ուզում եմ քեզ ասեմ, իհարկե սա ցավալի փորձառություն է, բայց ուզում եմ անպայման սրան կպնեմ։ Լինում է իհարկե, որ ներողությունը խնդրվում է ձևական, պարզապես ձևական։ Ասեմ, որ ցավալի, բայց դա ճաշակել եմ։ Երբ որ մարդը վիրավորել է, ու հետո միանգամից դրանից հետո ես քեզ սիրում եմ, կներես։ Գիտես, մի տեսակ չես կարող հասկանալ, չես ընդունում։ Մտածում ես մի քիչ ժամանակ պիտի անցնի, նա դու հասկանաս ու վերապրես։ Իրոք դու ներողություն ես խնդրում։ Գիտես, հարցը նրանում չի, ես ներել եմ թե չեմ ներել։ Իհարկե նույն րոպեին ներում ու հանձնում ես Տիրոջը։ Բայց ուզում ես հասկանաս, արդյոք այդ ներողությունը խորքից էր։ Արդյոք այդ ներողությունը սրտից էր։ Գիտես, ես ասում եմ ու շատ հաճախ սա կրկնել եմ, ներողությունը, ապաշխարությունը, դա պարզապես նա չի, Աստված ջան կներես։ Ես միշտ ասում եմ, ներողությունն, ապաշխարությունը սա է, Աստված ջան կներես, կաշխատեմ ամեն գնով, որ էլ չանեմ։ Դա պարզապես կներեսը չի, ասեցինք, անցանք, գնացինք։ Գիտես, նման է քրիստոնեական ծիճկա ստանալուն, պլյուս գումարած ստանալու։ Դե քրիստոնյա եմ, հավատացել եմ, պիտի ներողությունը խնդրեմ, գնամ ներողությունս խնդրեմ։ Գիտես, իմ ծառայության մեջ տարիներ առաջ
միտեղ ծառայում էի, ին վրա դրված ավաքի հետ կապված ես խնդիր ունեցա, ես սխալ թույլ տվեցի։ Ու գիտես, երբ որ մոտիկացա, իրան ասացի, կներես, իհարկե փառք ասինք, շատ հրաշալի անձնավորություն է։ Ինչև այսօր էլ ես իրան շատ սիրում եմ, շատ հարգում եմ, ես իր այդ անգամ այս հարցի շուրջ խոսել եմ։ Ինքը գիտես ինչ էր ասում էր, էլի ներեմ, բայց հասկացել ես արդյոք, որ հանկարծ չկրկնվի, ներել եմ, խնդիր չկա, բայց արդյոք հասկացել ես ինչա կատարվել։ Գիտես, դրա համար ես կուզենամ սիրելիս, որ մենք այսօր կարողանանք խորը դնենք մեր սրտի մեջ, թե մարդ եւ Աստված փոխհարաբերության մեջ, երբ որ մենք ներողություն ենք ասում, թե մարդ եւ մարդ փոխհարաբերության մեջ, երբ որ մենք ներողություն ենք ասում, իրապես հասկանում ենք ինչա կատարվել։ Գիտես, հետաքրքիր մի բան ասեմ, ավելի հասկանալու համար, մի լավ ուսումնասիրություն արեցի, հետաքրքիր։ Տեսեք, օրինակ շնորհակալություն բառը, երբ որ մենք բացատրական, այսպես ասած, օգտագործում ենք, ինչա նշանակում շնորհակալ լինել, շնորհակալել, շնորհքդ ընդունել։ Օրինակ, եթե ես եղբորից շնորհակալ եմ, ինքը ինձ մի լավ բան արել, ես ինչ եմ անում, ասում շնորհքդ ընդունում եմ։ Չէ՞։ Օրինակ, ռուսերենում ոնց է, չէ՞, բլագդարю, շնորհքը տալիս եմ։ Այսինքն դու ինձ բան ես տվել, լավություն ես արել, ես է փոխարենը քեզ շնորհք եմ տալիս։ Կարելի է ասել երկուսն էլ հաճելի է ու գեղեցիկ է, միտեղ շնորհքն ընդունում է, միտեղ շնորհքը տալիս է, պատասխան։ Հիմա ես վերցրեցի, որ ամեն մի երկրների, քաղաքների անունները չասեմ, վերցրեցի մի քանի երկրների օրինակներ։ Թե տարբեր երկրներում ներողություն բառն ասելով ինչ նկատի ունեն։ Ոնց որ շնորհակալը եւ բլագադարենյա։ Ու գիտես, այնքան հիացած եմ այս օրինակից, երբ որ ես նայեցի ու տեսա ինչա կատարվում մարդկանց մտածելակերպի մեջ, իրանք ոնց են մտածում, երբ որ ներողություն են ասում։ Տես հետաքրքիր օրինակներ։ Ներողություն խնդրում են, մի թարգմանության մեջ ասում է, խնդրանք թողնելու մեղքը։ Պատկերացնում ես, մարդը մարդուց ներողություն է խնդրում, ասում է, խնդրում եմ, թող իմ մեղքը։ Մի ուրիշ թարգմանության մեջ ասում է, ներման կարիք ունեմ։ Ներման կարիք ունեմ։ Այսինքն ինքը չի կարա առանց ներողություն խնդրելու։ Ինքը կարիք ունի այդ ներմանը։ Մի ուրիշ թարգմանության մեջ ասում է, զրկված եմ մխիթարությունից, ներիր, որ մխիթարվեմ։ Դու պատկերացնում ես ինչ խորն է, երբ որ ներողություն բառը ասում ենք, ինչա նշանակում, քանի դեռ մխիթարություն չունես, քանի դեռ ներողություն չես խնդրել, մխիթարություն չունես։ Հաջորդը ազատ լինել եմ ուզում։ Ասես ես ներողություն չեմ խնդրի։ Ազատության մեջ չի այդ մարդը։ Իսկ ներողությունը մի երկրի թարգմանության մեջ նշանակում է գալիս ասում, լսի ասում, ես քո հանդեպ սխալ եմ վարվել, ազատ լինել եմ ուզում, ինձ ների։ Մի ուրիշ թարգմանության մեջ ասում է նոր սկիզբ եմ խնդրում, տուր ինձ նոր հնարավորություն։ Պատկերացնում ես։ Նոր սկիզբ եմ ուզում։ Հաջորդն ասում է, ես արդարացում եմ խնդրում։ Մաքրի ինձ, արդարացրու ինձ, խնդրում եմ։ Մի ուրիշ թարգմանության մեջ ասում է, ես պարտք եմ քեզ։ Ես պարտք եմ քեզ։ Տես, երբ որ ես այս ամեն թարգմանությունները սկսեցի նայել, ասում Տեր իմ Աստված, ամեն մի լեզվով այնքան խորն ես դու խոսում այս բառի իմաստի մասին։ Որ պարզապես սա վերացական մի խոսք չէ, որ ասենց օթի մեջ կարակենք, հա, ասեցի կներես, սա անցավ գնացի, չէ, իրականում հասկանալա պետ, իրականում սա վերապրելա պետ, ասում եմ ես ազատ լինել եմ ուզում։ Ինչ է նշանակում ներողություն խնդրել։ Մյուս թարգմանության մեջ ասում է արժանի չեմ ազատության, բայց ուզում եմ ողորմես։ Մի ուրիշ թարգմանության մեջ ասում է ազատիր ինձ մեղքից։ Եվ այս վերջինն էլ որ կարդամ, որ շատ ինձ դուր է եկել, ասում է ցավը զգում եմ։ Զգում եմ, որքան եմ քեզ ցավացրել։ Ցավը զգում եմ։ Չեմ եկել պարզապես ձևական ներողություն խնդրելու, այլ եկել եմ ասեմ, որ ես զգում եմ, հասկացել եմ, որքան եմ ցավ պատճառել։ Այս է սրելիս ներողությունը։ Իհարկե ցավալի է ու շատ սխալ է։ Նույնպես ես ինձ եմ ասում ու բոլոր ծնողներին կասեմ, բոլոր փոխհարաբերությունների մեջ կասեմ, հաճախ լինում է, գիտես, մարդը ձևական ներողություն է խնդրում, կամ գիտես պարտադրված ներողություն, այսպես ասեմ, կամ չհասկանալով ներողություն, ու սրանով վնասվում է մարդու, գիտես, ինքնարժեքը, մարդու հասկացողությունը,
Անկամ գիտես, դու տեսնում ես մարդը անլիարժեք է, թերի է, ինչ լինում է կներես, ինչ լինում է կներես։ Գիտես, ես այտենց եմ հանդիպել եմ ու հարազատ մարդու եմ հանդիպել։ Կամ նամակ գրում, կամ հետ ես շփում, ամեն երկրորդ բառ ասում կներես, ասում դեսի հերիքա կներես, ասես ինչի համար։ Դե ես իմ մտածեցի քեզ հանգստություն չլ, դե ես իմ մտածեցի, էտել այդ մարդու մոտ արդեն զգում ես մի բան թերարժեք է իր մեջ, ինքը անդադ իրան ոչ լիարժեք է զգում։ Գիտես ոնց որ իմ ավակը տարիներ առաջ որ ասում էր լսի էլի ներեմ խնդիր չկա բայց այնպես չլի պարզապես ձևական ներողություն ուզում եմ հասկանամ հասկացել ես ինչ ա եղել հասկանում ենք սրելներ եւ գիտես հետաքրքիր ինչու՞մն է որ նույնպես ուզում եմ ինձ ու քեզ տամ սրելիս բժշկական զուտ գիտական ուսումնասիրություններ ներողություն խնդրող մարդը ներողություն ասող մարդը ազատվում է ստրեսից, ազատվում է հոգու ծանրությունից եւ ավելի շուտ է լավանում։ Դու պատկերացնում ես։ Իրենց ես ասեմ, այնքան շատ եմ սիրում, երբ որ գիտության մեջ ու բժշկության մեջ Աստծուն հայտնաբերում եմ։ Ամեն անգամ հիանում եմ։ Անգամ սիրում եմ նման գրքեր կարդալ։ Ու ամեն անգամ, երբ որ կարդում եմ Աստծո մեծությունն եմ տեսնում ու հիանում եմ։ Ասում Տեր, ինչ հետաքրքիր է։ Ինչ հետաքրքիր է, մի հատ ներողություն։ Մարդը հիվանդ է, չի բուժվում, անգամ գիտությունը, անգամ բժշկությունը ապացուցել է, այ մարդ այդ ներողությունն ասել։ Այ մարդ խոնարհվի էլի։ Գիտեք, ձեզ մի իրական դեպք եմ ուզում պատմեմ շատ տարիներ առաջ։ Մի ծեր տատիկ մահամերձ կլինիկական մահի մեջ գնում ու գալիս, գնում ու գալիս։ Ու ամեն անգամ երբ որ հետ է գալիս դժոխքային վերապրումներ ունենում, տանջվում եմ, վառվում եմ, այս ինչ կեղտոտ հոտեր է, այս ինչ ցավ է, այս ինչ է։ Ու կողքինները հասկանում են, որ այս սովորական էս հոգին չի կարող տա ինքը տանջվում է։ Կանչում են մի հոգևոր մարդու։ Գալիս է կողքը նստում ու այդ ժամանակ այդ տատիկը նորից այդ անջատված վիճակում, այդ կլինիկական մահի մեջ է լինում, նստում կողքը աղոթում է։ Հայր խնդրում եմ տատիկին հետ բեր, կարողանամ հետը խոսեմ ու ցույց տուր ինձ ինչն է խնդիրը։ Ու գիտես Տերը սրտում խոսում է, ասում է ինքը ունի չներում։ Ասում է Տեր հիմա խնդրում եմ տատիկին հետ բեր, ողորմություն արա, ես իր հետ խոսեմ, որ ասեմ, թող ինքը ների, բաց թողի։ Գիտես տատիկ այդ րոպեին հետ է գալիս։ Ասում է տատի, մահանում ես, բայց կարաս երկինք գնաս։ Ների ում ունես չներած, ում ես քո սրտում, ու ասում է այդ վատ վիճակում, այդ ծայրահեղ վիճակում էլ ես դրան չեմ ների, ես դրան ներողը չեմ։ Ես ու մահանում է։ Ասում ես ինչի։ Գիտես իհարկե կարող ես մի ուրիշ կողմից հասկանալ ցավը խորն է, վիրավորանքը խորն է, բայց արդյոք արժի հավիտենականության կշեռքին դնել հավիտենական դժոխքը, հավիտենական տանջանքը բերել ու մի հատ այդ ներման, մի հատ այդ ներող սիրտը ես դրան չեմ ների, ես դրան չեմ բաց թողի։ Գիտես հասարակ բան, ներողությունը, ներող սիրտը ունեցող մարդը ավելի շուտ բժշկվում է, ստրեսից ազատվում է, հոգու ծանրությունից թեթևանում է։ Հալելույա սիրելիս։ Գիտես Աստվածաշնչյան օրինակներ ունեմ ինձ ու քեզ համար։ Երկու հրաշալի մի պատմություն, գիտենք շատ լավ գիտենք, մեկը Սավուղ թագավորն է, մեկը Դավիթ թագավորը։ Մի փոքրիկ պատմությունը պատմեմ, Սավուղը այնպես է ստացվում, որ Աստծո խոսքը մերժում է, չի անում այնպես, ինչպես որ պիտի աներ։ Եվ մարգարեն գալիս է ու սկսում է հանդիմանել, սխալ ես արել, սա ես արել, պիտի զոհը սենց չաներ, պիտի նենց լիներ։ Ու գիտես ինչ է կատարում, Սավուղին վերջի վերջո հասցնում է այն հայտնության, որ Սավուղը հասկանում է։ Եւ առաջին թագավորաց 15:24-ում Սավուղն ասում է. «Եվ Սավուղն ասեց Սամուելին. մեղք գործեցի, որ Տիրոջ հրամանները եւ խոսքը զանց արի, որովհետեւ ժողովրդից վախեցա եւ նրանց խոսքը լսեցի»։ Վերջի վերջո Սավուղը հասկացավ, որ մեղք է գործել, չնայած մարգարեն շատ համոզող դժվար ճանապարհ անցավ մինչև հասկացրեց, ասում է եւ հիմա աղաչում եմ 25-րդ խոսքը,
Ներիր իմ հանցանքը եւ ինձ հետ ետ դարձիր, որ Տիրոջը երկրպագություն անեմ։ Եվ Սամուելն ասեց Սավուղին. Ես քեզ հետ չեմ դառնա, որովհետեւ դու Տիրոջ խոսքը մերժեցիր։ Տերն էլ քեզ մերժեց իր Իսրայելի վրա, թագավոր չլինես։ Եւ Սամուելը ետ չդառավ, որ գնա, բայց նա նրա վերարկուի ծայրից բռնեց ու պատրեց։ Այն ժամանակ Սամուելը նրան ասեց. Տերն այսօր քո վրայից Իսրայելի թագավորությունը պատրեց եւ տվավ նրան քեզանից լավ ընկերիդ։ Գիտես, այստեղ մենք ինչ ենք տեսնում։ Ես մեկ անգամ պարզապես մտածում եմ, հեսա քիչ հետո մենք Դավթի կյանքն էլ կնայենք։ Եթե դնենք իրար կողք սիրելիս, Դավթի արած մեղքը եւ Սավուղի արած մեղքը մի տեսակ իրար հետ չի բռնում։ Մի տեսակ չես համեմատի։ Այ մարդ մտածում ես, ասում ես, դե մի հատ զոհ պետք է չմատուցել, մենը վախեցավ ժողովրդից մատուցես, դե հիմա տղա է այլի։ Բայց գիտես, խնդիրն ինչումն է։ Սավուղին չէր հետաքրքրում Աստծո կարծիքը։ Սավուղին հետաքրքրում էր իր ով լինելը։ Հա, մեղք եմ գործել, բայց հիմա արի ինձ ժողովրդի առաջ պատիվ տուր։ Հանկարծ չիմանան, որ ես մեղք եմ գործել։ Ես Սավուղս ոնց կարամ մեղք գործել։ Արի ժողովրդի առաջ պատիվ տուր։ Հա, մեղք եմ գործել, ես ու դու գիտենք, էդի վсё անցավ գնաց, բայց մարդիկ, արի ժողովրդի առաջ ինձ պատիվ տուր։ Գիտես, մենք նայում ենք Դավիթ թագավորի կյանքին։ Դավիթ թագավորի կյանքը գիտես։ Եթե չգիտես, երկու բառով ասեմ, Դավիթն ինչ արեց։ Տեսավ Ուրիայի կնկան։ Ցանկացավ։ Հետը մեղքը գործեց։ Դրանից հետո Ուրիային բերել տվեց պատերազմի դաշտից, որ կարողանա իր մեղքը ծածկի, էնել էլ չեղավ։ Այնպես արեց, որ ասում իր մահվան հրամանագիրը տվեց Ուրիայի ձեռք, անձամբ տարավ, Ուրիայի գլուխն էլ կերավ, կարելի ասել։ Ու այդքանից հետո մարգարեն գալիս է ու մի առակ է պատմում, մի գառան մասին, կհիշես այդ պատմությունը։ Մի աղքատ մարդ կար, մի գառ ուներ։ Այդ գառին պահում էր, ծոցը մեծացնում էր։ Մի հարուստ էլ կար, լիք արջարներ ու ոչխարներ ուներ։ Իր մոտ դրսից հյուր եկավ, ոչ թե իր հազարներից վերցրեց, այնեն 1 մինուտ ունեցողից վերցրեց իր հյուրին հյուրասիրելու համար։ Դավիթը այդ առակը լսեց, շորերը պատրեց ու ասեց. «Մեղք կա գործել, մեռնելու արժանի»։ Մարգարեն կանգնեց ու ասեց. «Այդ դու ես այդ մարդը։ Դու ես այդ մարդը։ Ուրիայի կնկան վերցրեցիր։ Լիք ունեիր, հարստություն, փառք, պատիվ, կանայք, անգամ մարգարեն ասում է, թե մի բան էլ քչություն էր, աղոթեիր էլի կտայի, բայց դու քոնը չտեսար, աչքդ ուրիշին գցեցիր»։ Գրես, որ նայում ես Սավուղի արածը ու նայում ես Դավթի արածը, Դավիթը շատ ավելի ծանր էր Դավթի արածը։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր ու ինչն է Աստծո սրտին հարազատ։ Ասում Դավիթը ընկավ ու ասեց. մեղք գործեցի ու ինքը չնայեց կողքերը ով կա, չնայեց ով է տեսնում, չնայեց ով է իմանում, չնայեց ինչը, մեղք եմ գործել Տիրոջ առաջ։ Հիմա ոնց եղավ, կախարդված էր, խաբված էր, գայթակղված էր, ինչ ճանապարհով էր անցել, քանի տարի չէր աղոթել, ինչերի մեջով էր անցել, բայց երբ որ հասկացավ, բացվեց վերջի վերջո, այ մարդ մեղք եմ գործել, էլ ինքը չնայեց կողքերը ով կա, էլ ինքը չնայեց կողքերը ով կա։ Իրան արդեն հետաքրքրում էր Աստված ինչ կարծիք ունի։ Դրա համար էլ Աստված ասում է. Դավիթը իմ սրտին հարազատ մարդ է։ Գիտես, այսօր ունենալ ներողություն խնդրող սիրտ, այսօր ունենալ ապաշխարող սիրտ, դա Աստծուն սրտին հարազատ մարդն է։ Ինչ եմ արել, որ մեղք եմ գործել։ Սաղ կյանքս մի հատ մրջունել տրորած չկամ։ Լսել ենք, չէ՞, տենց արտահայտություններ։ Սիրելիս, Աստծո խոսքն է ասում, ես չեմ ասում, արդար չկա, մեկն էլ չկա։ Եվ կատարյալ սրբության առաջ բոլորս էլ մեղավոր ենք։ Բոլորս էլ փրկության կարիք ունենք։ Բոլորս էլ Հիսուսի կարիքն ունենք։ Բոլորս էլ Հիսուսի թափած այրան կարիքն ունենք։ Ես կհիշեմ, իմ ծանոթներից մեկը ասեց. աղբեր ասեց, այդ ոնց ալնում, ես աշխատեմ, ես տանջվեմ, ես չարչարվեմ, հետո ասեմ Աստված արեց։ Ասեմ, լսի, ասեմ Աստված, եթե մի վայրկյան անգամ իր զորությունը քո մարմնից, քո ոսկորներից, քո մկաններից հանի, ներողություն ես բառը օգտագործելու համար, ասեմ պիպետկայով ջուրել չես խմի։ Գոհացի նրա համար, որ Աստված զորություն ա դրել, կարում ես աշխատես։ Գոհացի նրա համար, որ մարմնում ուժ կա, ոտքերիդ ուժ կա, ձեռքերիդ ուժ կա, կարում ես երեխուդ հացի փողն աշխատես։ Հալելույա, սիրելիս, փառք մեր Տիրոջը։
Գիրես շնորհակալ սիրտը։ Շնորհակալ սիրտ ունենանք, շնորհակալ սիրտ։ Կարողանանք գնահատենք ամենափոքր տեղն էլ, կարողանանք մարդուն պատասխան տանք սիրելիս։ Երբեք չլինենք այդ դիրքում դե ինքը պարտավոր է պիտի անի։ Գնահատի, ամենափոքր տեղն էլ գնահատի։ Դա ճիշտ է, ես քեզ ցույց կտամ Աստվածաշնչով, դա հավատքի քայլ է։ Ուզում եմ քեզ նույնպես մի քանի թարգմանություններ կարդամ շնորհակալության հետ կապված։ Թե ինչ է նշանակում տարբեր ազգերում շնորհակալությունը։ Իհարկե հայերենում շնորհքդ ընդունել, ռուսերենում շնորհք եմ տալիս։ Գիտես մի ուրիշ թարգմանության մեջ ողորմություն, գիտենք, մերսի, հա ֆրանսերենը, ողորմություն։ Ողորմություն, շնորհակալություն բառը հենց դա է, ողորմություն, ինչ հրաշալի է։ Մի ուրիշ թարգմանության մեջ մտածել բարությամբ կամ բարեհաճություն ցույց տալ։ Գիտես մի ուրիշ թարգմանության մեջ շնորհք եմ ցանկանում։ Շնորհքդ ճանաչում եմ։ Գիտես, երբ որ մեկը ինձ ու քեզ լավություն անում, չէ՞, շնորհքդ ճանաչում եմ։ Ընդունեցի, հասկացա, դու շնորհքով մարդ ես։ Պատասխան ես տալիս այդ մարդուն։ Հաջորդը տես ինչ է ասում։ Օրհնության խոսքեր քեզ։ Ես ինքը քեզ, հա, լավություն անում, անգլերենում կա, չէ՞, God bless you, սովորական տարածված է, բայց դա իրանց խոսակցականի մեջ է, իրանք օրհնում են մեկը մյուսին։ Մյուս թարգմանության մեջ ասում է, ես գնահատում եմ քո արածը։ Մի ուրիշ թարգմանության մեջ ես արժևորում եմ, հասկանում եմ դու ինչ արեցիր։ Գիտես, մենք յուրաքանչյուրս են մարդ ենք, նորից իհարկե կարանք ասենք, անում ենք, սրտանց ենք անում, բայց արի ընդունենք, հասկանանք, որ մեկին մի լավություն անում ես, երբ որ շնորհակալություն ասում, դա դուրեկան է լավ։ Դա նորմալ է։ Ու երբ որ շնորհակալություն չի անում, չի ասում, դու անում ես, չի ասում, դու անում ես, չի ասում, դու անում ես, չի ասում, ինչ որ բան վնասվում է, չէ՞։ Ինչ որ մի բան փլուզվում է, ինչ որ մի բան քանդվում է։ Դա մասրելիս ունեցիր նույնպես շնորհակալ սիրտ։ Շնորհակալ եղի քո տան անդամներից։ Շնորհակալ եղի քո եկեղեցում, քո ծառայողներից, քո հովից։ Շնորհակալ եղի քո շուրջը, քո աշխատանքային գործընկերներից, եղի շնորհակալ մարդ, կտեսնես ոնց է Աստծո քաղցրությունը լցնում քո շուրջը։ Գիտես, ես ասեմ, ես ունեմ ծանոթ, դժգոհ մարդ, մռոթները միշտ կախած։ Արի ես էլ դու էլ խոստովան ենք, դժգոհ մարդու հետ ժամանակ անցկացնել այդքան էլ հավես չի։ Ոնց որ էներգիա սա խմի տանի։ Բայց երբ որ շնորհակալ մարդու հետ ես շփվում, ինչ հավես է, չէ՞։ Արի այդ նույնը մենք լինենք։ Լավ է, որ մեր կողքը կան շնորհակալ մարդիկ, հաճելի է իրանց հետ ժամանակ անցկացնել։ Բայց ինչքան լավ է, երբ որ համ դու ես շնորհակալ, համ ինքն է շնորհակալ։ Գիտես, այդ մռոթները կախած վիճակը չկա, այդ դժգոհ վիճակը չկա։ Միշտ պարտավոր ես, միշտ պարտական ես, միշտ մի բան վատ է, միշտ մի բան այն չի։ Ես ինքս այնքան է դուր գալիս, իմ ընկերներից մեկը ասեց, ախպեր, քո հետ այնքան հեշտ է։ Դա իմ համար կոմպլիմենտ էր։ Ասում եմ, կյանքին անց լավ ես նայում, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ հեշտ է, ասեմ Հիսուսով եմ նայում, մենակ անց չեմ կարա։ Ես էլ եմ այս աշխարհից, գիտեմ ինչքան դժվար է, գիտեմ ինչքան կեղտեր կա, բայց երբ որ Հիսուսով ես, իրես փառք Հիսուսին։ Ամեն։ Հալելույա մեր Տիրոջը։ Գիտես, նույնպես բժշկական հետաքրքիր ուսումնասիրություն։ Շնորհակալ մարդիկ նորից ավելի շուտ են լավանում, շնորհակալ մարդիկ, հիմա ուշադիր սիրելիս, ավելի քիչ են հիվանդանում, սա բժշկությունն է ուսումնասիրել, սա գիտությունն է ուսումնասիրել։ Շնորհակալ մարդիկ ավելի երկար են ապրում։ Հալելույա։ Դրես հետաքրքիր մարդիկ ուսումնասիրություն են արել հարյուրների եւ հազարների կյանքը նայելով։ Ու տեսել են այս մարդը, որ շնորհակալ սիրտ ունի, որ այս մարդը մի բան էլ եղավ շուտ լավանում է։ Մեկ ուրիշ կողմից նայում, տեսնում են այս մարդը շնորհակալ սիրտ ունի, ու ամեն տեսակ վիրուսից ու բանից մի անգամ շուտ չի հիվանդանում։ Հետո նայում ու տեսնում են, որ շատ երկարակյաց մարդիկ, որ երկար են ապրում, իրանց կյանքի բնավորության մեջ շնորհակալությունը կա։ Այդ մարդիկ շնորհակալ մարդիկ են իրանց կյանքում։ Հալելույա սիրելիս, ուզում եմ քեզ մի քանի մտքեր կարդամ։ Գոհությունը, շնորհակալությունը տեսնում է ապագան։ Երբ որ մենք շնորհակալ մարդ ենք,
Գիտես նույնպես աղոթքի մեջ հիշում ես, չէ՞, լինում է, չէ՞, ասում ենք Տեր, ինչ որ մի բան խնդրում ենք, որ ասում ենք Տեր շնորհակալ եմ, որ լսեցիր, Տեր շնորհակալ եմ, որ պատասխանեցիր։ Գոհությունը եւ շնորհակալությունը տեսնում է ապագան։ Գոհությունը եւ շնորհակալությունը ապագայի մեջ քայլ անում։ Գիտես դու այստեղ ես, կա խնդիրներ, բայց երբ որ դու ունես գոհացող ու շնորհակալ սիրտ, դու արդեն հավատքով մտնում ես քո աղոթքի մեջ։ Դու քայլ ես անում քո ապագայի մեջ ու շատ շուտով քո աղոթքը կպատասխանվի։ Գոհությունն ու շնորհակալությունը վերցնում է խոստմունքը սիրելիս։ Դու տեսնում ես Աստվածաշնչում քո խոստմունքը, դու տեսնում ես քո կարիքի, քո աղոթքի պատասխանը ու սկսում ես գոհանալ ու շնորհակալություն հայտնել Տիրոջից։ Տեր շնորհակալ եմ, որ սա ինձ համար պատրաստել ես։ Տեր շնորհակալ եմ, որ սա ինձ համար դրել ես։ Ու սկսում ես գոհանալ ու գոհանալ, ասում եմ գոհությունը եւ շնորհակալությունը վերցնում է խոստմունքը։ Գոհությունը եւ շնորհակալությունը ունի բազմապատկման զորություն։ Հիշում ես Հիսուսը վերցրեց հացն ու ձուկը, երկու ձուկը, 5 հացը, ինչ արեց Հայր գոհանում եմ ու 5000-ի կերակրեց։ Սիրելիս գոհությունն ու շնորհակալությունը մեր կյանքում բերում են բազմապատկման զորություն։ Եթե ձեռքումդ կա, փառք Հիսուսին։ Գիտես, եթե ձեռքումդ կա ինչ-որ մի հնարավորություն, ինչ-որ մի կարողություն, բայց դա թեկուզ քիչ է, ես ինչ ես ասում, Տեր, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ անգամ սրա համար, որ ունեմ իմ ձեռքում, անգամ սրա համար, այս կարողության համար, որ ունեմ։ Ու գիտես, զորությունը սկսում է գործել, ու սկսում է Տիրոջ օրհնությունն ազատագրվել, ու սկսում է բազմապատկման զորությունը շարժվել։ Ես հիշում եմ մի Աստծո ծառաներից մեկը մի հրաշալի օրինակ բերեց, ասեց, եթե ձեր տանը ամեն բան շատ վատ է, եթե ձեր ընտանիքում, ձեր կողքը, ձեր կյանքում ամեն բան շատ վատ է, ասում է գտի քո տան մեջ մի հատ գեղեցիկ անկյուն եւ շնորհակալ եղի այդ անկյունի համար։ Դու կտեսնես կարճ ժամանակ հետո թե ոնց է քո կյանքը փոխվում Հիսուսի անունով։ Ամեն սրելիս, փառք Հիսուսին։ Շնորհակալ մարդը հավատքի մարդ է։ Ղուկաս ավետարան 17:12, այս բոլորիս համար շատ ծանոթ տեղ։ Եվ նա մի գյուղ մտնելիս 10 բորոտ մարդիկ պատահեցան նրան, եւ հեռվանց կանգնեցին, եւ իրանց ձայները բարձրացրեցին եւ ասեցին. Հիսուս, վարդապետ, մեզ ողորմիր։ Եվ երբ որ տեսավ, ասեց նրանց. գնացեք, ձեր անձերը քահանաներին ցույց տվեք։ Եվ եղավ, երբ որ նրանք գնացին, սրբվեցան, բժշկվեցին։ Եվ նրանցից մեկը, երբ որ տեսավ, թե բժշկվեցավ, ետ դարավ, բարձր ձայնով փառավորում էր Աստծուն, եւ իր երեսի վրա ընկավ նրա ոտների առաջը եւ գոհանում էր նրանից, եւ ինքը սամարացի էր։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. չէ՞ որ այն 10-ն էլ սրբվեցան, ապա այն 9-ը ուր են, ետ դառնողներ չգտնվեցան, որ Աստծուն փառք տան, բացի այս այլազգից։ Եվ ասեց նրան. վեր կաց, գնա, քո հավատքը քեզ ապրեցրեց։ Հալելույա սիրելիս։ Այնքան շատ եմ սիրում այս տեղը, այնքան շատ եմ սիրում։ 10 հոգի բժշկվեցին։ Տեր Հիսուսը համարձակ ասեց, գնացեք, ձեր անձերը քահանային ցույց տվեք։ Պատտվեցին, որ գնան ճանապարհին, 10-ն էլ մաքրվեցին, 10-ն էլ բժշկվեցին։ Բայց մենք տեսնում ենք մեկը պատտվեց, եկավ ընկավ Տիրոջ առաջ ու երկրպագում էր ու գոհություն էր մատուցանում, ու Հիսուսի պատասխանը. Այնին ուր է։ Մենակ մի հոգի եկավ գոհություն տալու։ Մենակ մի հոգի եկավ շնորհակալություն ասելու, մենակ մի հոգի եկավ երկրպագելու, ու պատասխանն ինչու՞մն էր Հիսուսի, քո հավատքը։ Քո հավատքը քեզ ապրեցրեց։ Սիրելիս, մի անգամ Տեր ուղղակի սրտիս մեջ խոսեց սա. շնորհակալ մարդը հավատքի մարդը։ Հիսուսի անունով։ Ամեն։ Հալելույա։ Համար գիտես սիրելիս, նայ կողքերդ ինչ ունես։ Գնահատի այն ինչ որ ունես։ Սատանան գիտես վարպետ է մեր աչքերի առաջ դնելու սխալ հեռադիտակ, այսպես ասեմ, հա։ Ու գիտես հեռադիտակը ինքը ունի երկու կողմ՝ մոտեցնելու եւ հեռացնելու։ Ինքը գիտես ինչ է անում։ Քո օրհնությունները հեռացնում է, իսկ այն ինչ որ չունես, մոտիկացնում է։ Ես ինում է չէ հեռադիտակը դնում ես ու գիտես թե հեսա հենց քթիդ տակ է, ուզում ես կպնես, դու մի ասա շատ հեռու է։ Նույնն էլ հակառակն է։
ու այն ինչ որ ունես, այն ինչ որ քոնն է, ինքը դնում է հերարիտակն այնպես, որ նա ասա, դե լավ է, այսի չունեմ, այսի չունեմ, այսի չունեմ։ Այնինչ Աստված երբ որ կանչում ես, երբ որ շնորհակալ սիրտ ես դնում, Աստված վերցնում այդ հերարիտակը շուռ է տալիս։ Ուղղակի շուռ է տալիս, ասում է, այսա տես։ Սրա համար սկսի գոհանալ, սրա համար սկսի շնորհակալ սիրտ ունենալ, ու դու կտեսնես, թե որ չունես, դրանք ոնց է գալիս ու քո կյանքը լրացնում Հիսուսի զորավոր անունով։ Ամեն սրելիս։ Հալելույա մեր Տիրոջը։ Ունենանք սրելիս ներողություն խնդրող եւ շնորհակալություն ասող սիրտ։ Սա մոտեցնում է Աստծուն։ Սա դարձնում է մեզ Աստծո սրտին հարազատ մարդիկ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Արի կանգնենք ոտքի, ես խնդրում եմ։ Շնորհակալություն մեր Տիրոջը։ Ես ուզում եմ քեզ համար կարդամ նորից այն մտքերը, որոնք սկզբից ասեցի։ Ու մենք իրար հետ աղոթ կանենք։ Գիտես, ուզում եմ քեզ առաջնորդեմ աղոթքի մեջ։ Եվ եթե դու ունես կարիք, որ պիտի ներողություն խնդրես, թող այդ չխանգարի հպարտությունը քեզ չխանգարի։ Եթե ունես կարիք, որ պիտի գնաս մեկին շնորհակալություն ասես, էլի հպարտությունը խանգարել է, դե հիմա ոնց ասեմ, գնա ասա շնորհակալություն, գտի փոքր բաների մեջ գոհություն տալու։ Եթե կունենաս կարիք, որ Տիրոջ հետ մտերմություն, փոխհարաբերություն վերականգնես, մենք դրա համար էլ աղոթ կանենք։ Մենք այսօր միասին նույնպես սուրբ հաղորդություն ենք ընդունելու։ Ու ես հավատում եմ, որ քրիստոնյայի կյանքում ներողությունը, ապաշխարությունը պետքա դառնա անբաժանելի մասնիկ։ Գիտես, երբ որ մենք տեսնում ենք Աստվածաշնչում սիրելի քրիստոնյա, սիրելի եկեղեցի, մենք տեսնում ենք նոր կտակարանը սկսվում է ապաշխարության կոչով, ավարտվում է ապաշխարության կոչով։ Ապաշխարության ինստիտուտը ներողություն խնդրելու էությունը մեզանից չպետք է կորի։ Գիտես, եթե դու մարդ ես ու քո կյանքում անցել ես տեղին անտեղի ներողություն խնդրելու էջերով, դա չի նշանակում, որ ներողություն խնդրելը սխալ բան է կամ վատ բան է, ու դրա պատճառով ջարդել ու գցել ես քո կյանքից ներողություն խնդրելը։ Այնքան եմ խնդրել, վատ է, որ այտենց փորձառություն ես ունեցել։ Բայց դա չի նշանակում, որ ներողություն չպետք է խնդրել, թե մարդ եւ մարդ փոխհարաբերություն, թե մարդ եւ Աստված փոխհարաբերություն։ Գիտես, Աստվածաշունչը մեզ ասում է, որ Աստված բոլոր մարդկության մեղքերի համար Տերը խաչվել է եւ Աստված ներել է։ Գիտես, Աստված բոլորին է ներել, բայց ով է փրկվում, ով որ ներողություն է խնդրում։ Հայրը բոլորին է սիրում, բայց ով է փրկվում, ով որ ներողություն խնդրել գիտի, ով որ գիտի մոտենալ, ով որ բաց է թողնում իր գոռոզությունն ու հպարտությունը, իր մեծությունը։ Ես։ Գիտես, երբ որ երիտասարդ էի, Աստծո խոսքը կպել էր սրտիս։ Սիրում էի Աստվածաշունչը, սիրում էի նոր կտակարանը, բայց ջահել ես ու հպարտ։ Ու անգամ գիրք կարդալու մեջ հպարտությունը սերևում էր։ Անենց էի կարդում, որ տնեցիները չիմանան, որ ես գիրք եմ կարդում։ Դու պատկերացնում ես։ Մեկ ուրիշի համար կլինի, չէ, ուրախանան, տես գիրք եմ կարդում, ես հպարտ էի, չէի ուզում, որ իմանային։ Մի անգամ գիշերը բալկոնում հեռուստացույցը միացրել եմ, որ տան անդամներն իմանան դեռ ամուսնացած չէ, որ տան անդամները իմանան, թե կինո եմ նայում, բայց նստած նոր կտակարան եմ կարդում։ Մեկ էլ մամաս գիշերվա ժամին դուռը բացեց ու ես բռնվա։ Ու գիտես, մեկ այլի հպարտությունը մեջիցս։ Ու փառք Աստծուն իհարկե մամայի իմաստության համար, որտեվ եթե ինքը այդ ժամանակ ընկներ, վայ, կարդում ես, վայ, բան, ես կարող ավելի փակվեի։ Բայց գիտես ինչն էր հետաքրքիր, բանի տեղ չդրեց։ Ես այդ գիրքը սենց բրթեցի, անգամ տետր կար գրիչով բացած կողքս, որտեվ սիրածս առակները առանձնացնում կարդում էի, գրում էի։ Այդ ամեն ինչը բրթեցի
ու երբ որ տեսա, որ բռնվեցի, այսպես ասած, ասի, «Ես պրոստը հավես արեցի կարդամ»։ Մաման նայեց վրես, ասեց, «Հա լավ ես անում, քունես չի տանում, կոֆե եմ ուզում խմեմ, դու էլ կխմես»։ Վայ, չտեսավ։ Ասի, «Հա, կխմեմ»։ Գիտես, բայց այդ իմաստությունը օգնեց, որ ես չփակվեմ։ Բայց միևնույն ժամանակ օգնեց, որ ես ավելի բացվեմ։ Ուղղակի խոսքս նրա մասին ասրելիս, որ անգամ տես լավ բան եմ անում, նոր կտակարան եմ կարդում, բայց մեկ այդ հպարտությունը, որ տենան ես գիրք եմ կարդում, ինչ վատ բան եմ անում։ Երբ որ գնացի եկեղեցի, գրես Հովհ Արտուրը քարոզ էր քարոզում ու այնքան կպավ իմ սրտին, ես երիտասարդ, մի արտահայտություն արեց, ասեց, մենք չենք ամաչում մեր բարոյականությունից։ Գիտես, այդ խոսքերը մտան սիրտս։ Ինչ ենք անում, աղոթում ենք, դրա մեջ ինչ վատ բան կա, խոսք ենք կարդում, ինչ վատ բան կա, եկեղեցի ենք գնում, ինչ վատ բան կա, ընտանիքով ձեր բռնած ուրախ գալիս ենք հավաքույթի, ինչ վատ բան կա։ Մի անգամ Հովը պատմեց, ասեց, մեկին տեսա, որ չէր ճանաչում, որ ես հավատացյալ եմ։ Ասма խոսքի բռնվեցինք հավատքի հետ կապված։ Ու ասма այդ մարդն ասեց, հա, ասեց, այ ախպեր, ասեց, մի հատ հարևան ունենք, հավատացյալ է, լրիվ տարօրինակի մեկն է ցնդած է։ Ասма ես էլ դե չգիտի ես ով եմ։ Ասма հարցրեց, ասեցի, իսկ որ ցնդած է, ինչ է անում։ Ասма դե ես շատ գիտեմ, սաղորի երեկոն գալիս է, երեխեք հետ գնում են այգի ման են գալիս։ Ասма հետո ասма դե գալիս են տուն ինչ որ երգում են։ Ասма լավ հետո ասма դե ինչ որ աղոթում բան են անում։ Ասма հա հետո ասма հա չի ծխում, չի խմում։ Ասма լսի եղբայր, այդ բոլոր թվարկածներից հետ որն էր ցնդածը։ Իրա կնգա ձեռն է բռնում այգիում ման գալիս, ուրիշի կնգա ձեռը չի բռնում։ Իրա երեխուքի հետ է այգիում ման գալիս, ուրիշ բաներ չի անում։ Իրա տունը երգում ու աղոթում է, ոչ թե հայհոյում ու կնգան ծեծում։ Որն էր քո ասացի մեջ ցնդածը։ Ասма նայեց վրես, ասեց, հա էլի։ Դες աշխարհը կուրացնում է։ Կուրացնում է։ Ոնց որ ինձ էր կուրացրել։ Գիրք եմ կարդում, նոր կտակարան, այս հպարտը չիմանան հանկարծ։ Սիրելիս, թող գա այսօր ապաշխարության, ներողության եւ շնորհակալության հոգին Տիրոջից լցնի մեր ներսը Հիսուսի անունով։ Արի աղոթենք։ Շնորհակալ ենք ամենակարող Տեր։ Գոհանում ենք այսօրվա համար։ Գոհանում ենք այս հրաշալի հնարավորության համար։ Գոհանում ենք, որ մեր կյանքում Տեր վերականգնում ես, նորից կառուցում ես շնորհակալ սիրտ, ապաշխարող սիրտ, ներողություն խնդրող սիրտ։ Տեր գոհանում ենք։ Տեր աղոթում ասում ենք, եթե հեռացել ենք ներողությունից, հեռացել ենք ապաշխարելուց, դարձել է մեզ համար սովորական բան, մեղքի մեջ ապրել, սխալներ գործել, հարևանին, հարազատին, բշտել, վիրավորել, ցավացնել, ուղղակի սառը անցնել, մենք ուզում ենք նորից մեզանում սուրբ սիրտ ստեղծես, մաքուր հոգի նորոգես։ Ուզում ենք Տեր նորից լինենք այն զգայուն, հոգու մեջ զգայուն մարդիկ, որ քո ներկայությունը չկորցնենք, որ քո ողորմության մեջ քայլենք, որ քո շնորհքը մեր վրա շարժվի թանկագին արքա։ Մենք խնդրում ենք Տեր մեզանում շնորհակալ սիրտ ձևավորի, որ կարողանանք նկատել մարդկանց թեկուզ ամենափոքր լավությունը, որ անում են։ Կարողանանք շնորհակալություն հայտնել, կարողանանք գնահատել մարդկանց, կարողանանք Տեր իմ Աստված ուրախացնել, թեկուզ այդ մի փոքր շնորհակալությունով իրանց սիրտը զովացնել։ Խնդրում ենք Տեր,
Այս աշխարհը դրել է մեզ մի վասքի մեջ, որ հաճախ չենք տեսնում ու չենք նկատում մեր կողքիններին։ Ու հաճախ կողքինների վրայով անցնելով միայն թե մեզ լավ լինի, միայն թե ես, միայն թե իմը, մենք այսօր ուզում ենք այդ ամենը Տեր ցած դնենք։ Խնդրում ենք Տեր, մեզանում ձևավորիր ներողություն խնդրող, ապաշխարող սիրտ եւ մեզանում ձևավորիր շնորհակալ սիրտ։ Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք Տեր։ Գիտենք ու հաստատ համոզված ենք, որ հիմա խնդրեցինք եւ հիմա դու դա անում ես մեր մեջ։ Բժշկում ես Տեր։ Մեր ներսը բժշկում ես։ Մեր ներսը դնում ես Տեր այդ ապաշխարող սիրտը։ Մեր ներսը դնում ես Տեր այդ շնորհակալ սիրտը։ Շնորհակալ ենք Տեր։ Քեզ փառք, պատիվ ու մեծություն ենք բարձրացնում։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին սիրելիս։ Գիտես, ուզում եմ քեզ ասեմ, եթե ուղղակի ներսումդ եկավ մարդ, որ պետքա ներողություն խնդրես, չուշացնես։ Եթե եկավ մարդ, որ պետքա շնորհակալություն ասես, չուշացնես։ Մինչև կանցնեմ առաջ, ուզում եմ մեր շատ հրաշալի ծառայողներից մեկի փորձառությունից էլ կիսվեմ, որ երբեք պետք չի ուշացնել։ Իմ ծառայության մեջ տարիներ առաջ ունեի խնդիր։ Իմ ներսում կար խնդիրներ ու ես կարիք ունեի ներողություն խնդրելու։ Այդ ժամանակ իմ ավագն էր Հովիվ Պետրոսյանը։ Ու որոշ ժամանակ անցավ, ես հասկացա, որ ես ներողություն խնդրելու կարիք ունեմ։ Գիշերը աղոթքի մեջ է եղել, Տեր այցելել էր։ Աստվածաշնչյան խոսք էր ցույց տվել, թե որ խոսքով պիտի ապաշխարեմ։ Ու առավոտյան, երբ որ Էձիկ եկավ աշխատանքի, օֆիս գործի եկավ, իր մոտ սենյակ մտա ու ասեցի Էձիկ խոսելու բան ունեմ։ Ու լավ հիշում եմ, իր ձեռքում հեռախոս էր, ինքը հեռախոսը այսպես պտտում էր ու ինձ լսում էր։ Ասում Էձիկ Աստան, ես ապաշխարելու բան ունեմ։ Այն ծառայողի հետ կապված, Աստված այս խոսքն է ինձ տվել։ Նայեց, ժպտաց, ու ասեց շարունակի։ Բայց ես չհասկացա, որ ինքը հեռախոսով այդ ծառայողի համարը հավաքեց։ Ու երբ որ ես դեռ խոսում էի, մեկ էլ հեռախոսը դրեց ականջին, ինձ ասեց մի րոպե, դրեց ականջին, այդ մարդու անունը տվեց, ասեց գոռը քեզ հետ խոսելու բան ունի։ Ես էս եմ ասում, Էձիկ հələ սպասի։ Էն էլ ասեց հեսա գալիս եմ, մի քանի րոպեից օֆիսում կլինեմ։ Գիտես, երբ որ Էձիկը հեռախոսը դրեց, ասի Էձիկ, ես ինչ արեցիր։ Ասեցի երբեք ապաշխարությունը չուշացնես։ Երբեք ապաշխարությունը չուշացնես։ Հալելույա Սրուս։ Ես ուզում եմ մի հարց տամ։ Կամ մարդ, որ այսօր առաջի անգամ է։ Եթե առաջի անգամ ես սիրելի Աստծո մարդ, կխնդրեմ ձեր բարձրացնես։ Հալելույա մեր Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Ես ուզում եմ ձեզ հրավիրեմ առաջ։ Եկեք առաջ մենք միասին աղոթք անենք, ես էլ կիջնեմ առաջ, դուք էլ եկեք առաջ, եւ մենք այսօրվա խոսքի համաձայն իրար հետ ապաշխարության աղոթք բարձրացնենք։ Խնդրում եմ, հրավիրում եմ առաջ, եկեք առաջ։ Փառք Հիսուսին, Աստված օրհնի, Աստված օրհնի, Աստված օրհնի։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին, միասին կանենք, Տերը օրհնի, Փառք Հիսուսին, Աստված օրհնի, բարով եք եկել, Աստված օրհնի, Աստված օրհնի, եղբայր ջան, բարով եք եկել, Աստված օրհնի, Աստված օրհնի, բարով եք եկել, բարով եք եկել, Աստված օրհնի, Աստված օրհնի քույրս, բարով եք եկել։ Այստեղ Աստված օրհնի, բարով եք եկել, Տերը օրհնի շատ, բարով եք եկել, Աստված օրհնի։
Գիտեք, մի աղոթք կա, որ ուզում եմ մենք միասին աղոթենք։ Այսօրվա խոսքի համաձայն։ Դա ապաշխարության աղոթք է։ Տեր Հիսուս Քրիստոսին մեր կյանքերի մեջ կանչելու աղոթքն է։ Որ Տերը կա ու մեր կյանքի փրկիչը լինի։ Մի փոքրիկ օրինակ ունեմ, որ շատ հաճախ պատմում եմ։ Գիտեք, եթե մեզ մի շատ թանկարժեք մի բան նվիրեն, մի քար, մի բրիլյանտ, այսպես ասեմ, երբեք ոչ մեկս չենք տանի, պարզապես դա մի անկյունի վրա այսպես շպրտենք, ասենք դե տվել են, էլի կմնա։ Այլ մենք այդ թանկարժեք բանը կտանենք ու թանկ կպահենք։ Գիտեք, երբ որ մենք մեր կյանքը նվիրում ենք Հիսուսին, Հիսուսի համար մեր կյանքը շատ թանկ է։ Ու ինքը պարզապես մի կողմի վրա դեն չի գցում, այլ ինքը այդ կյանքի համար հոգ է տանում։ Հիսուսը իր կյանքն է տվել մեր կյանքի համար։ Սիրելիներ, ուզում եմ ասեմ, նա մահացավ, որ մենք ապրենք։ Նա մահացավ, սատանայի ամեն անեծքները վերցրեց իր վրա, որ մենք այս աշխարհի մեջ առանց անեծք, առանց տանջանք եւ հետո էլ հավիտենական կյանքով ապրենք։ Հիսուսն իր խոսքում ասեց. այս աշխարհում նեղություններ կունենաք, բայց քաջ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Երբ ենք մենք հաղթում աշխարհին, երբ որ մենք Հիսուս ունենք, երբ ենք հաղթում այս աշխարհի անեծքներին, մարտահրավերներին, երբ որ մենք Հիսուս ունենք։ Գրես այս աշխարհի միակ նպատակն է կործանի ու խորտակի, բայց մեր Տիրոջ նպատակն է մեզ նորից բժշկի, նորից բարձրացնի։ Ես ուզում եմ քեզ առաջնորդեմ աղոթքի մեջ սիրելիս։ Կխնդրեմ աչքերդ ուղղակի փակես, որ քո սրտի մեջ կենտրոնանաս Տիրոջ վրա։ Եկեղեցին էլ մեզ նույնպես կօգնի եւ մենք միասին աղոթք անենք։ Ասա ինձ հետ, սիրելի Հայր, ես այսօր լսեցի քո խոսքը։ Ես հավատում եմ քեզ։ Ես հավատում եմ քո որդի Հիսուս Քրիստոսին։ Ես հավատում եմ, որ Հիսուսը մահացել է ինձ համար, արյուն է թափել ինձ համար, որ ինձ մաքրի ու սրբացնի ամեն իմ գործած մեղքից։ Հիմա խնդրում եմ, թանկագին Հիսուս, արի իմ կյանքի մեջ, ես ներողություն եմ խնդրում, ներիր իմ բոլոր մեղքերը, մաքրիր ինձ, քո թանկ արյունով, եղիր իմ Տերը և իմ փրկիչը, այսօրվանից մինչև հավիտյան, ես իմ կյանքը քեզ եմ տալիս, հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, ամեն, ամեն, Փառք Հիսուսին, սիրելիներ, սա մի կարճ աղոթք է, նվիրման աղոթք, ապաշխարության աղոթք, եւ համաձայն Աստծո խոսքի Աստվածաշունչը մեզ ասում է. սրտով հավատում ենք, շուրթերով դավանում ենք եւ մենք փրկված ենք։ Հիմա հավատում ենք, որ ամեն մեկս փրկություն ունենք մեր Տիրոջ առաջին։ Եվ նույնպես մի աղոթք, որ ուզում ենք մենք միասին ձեզ համար աղոթք անենք սիրելիներ, դա օրհնության աղոթք է։ Եվ անեծքները քանդելու եւ կախարդությունները քանդելու աղոթք է։ Մենք ապրում ենք մի աշխարհում մի ժամանակների մեջ, որ մեր շուրջը կա այդ ամեն կախարդությունները, անեծքները, տեսնում ես մարդիկ տառապում, ցավի, հիվանդության, բայց եկեղեցին Աստծուց ունի զորություն սատանայի գործերը քանդելու եւ Տիրոջ ծրագրերը բերելու։ Ձեր թույլտվությամբ մենք եկեղեցով ուզում ենք ձեզ համար աղոթք անենք։ Ամենակարող Արքա, աղոթում ենք եւ օրհնում ենք այստեղ ամեն մեկին։ Խնդրում ենք Տեր, եթե այս մարդկանց կյանքում եղել են կախարդություններ, թուղթուգրեր, անեծքներ, չար խոսքեր, մենք քանդում ենք Հիսուս Քրիստոսի թանկ արյունով, թանկ անվան իշխանությունով եւ խնդրում ենք Տեր, թող այսօրվանից ամեն մեկի կյանքի վրա գա քո օրհնությունը, քո քաղցրությունը, քո ներկայությունը, թող այսօրվանից ամեն մեկը վայելի ու ճաշակի քո սերը, թե ոնց ես դու հոգ տանում, թե ոնց ես դու առաջնորդում։ Շնորհակալ ենք թանկագին Տեր, մենք հավատում ենք քեզ։ Ամեն, ամեն, Փառք Հիսուսին, Փառք մեր սքանչելի Տիրոջը։ Հիմա սիրելիներ, մի խնդրանք ունենք, մենք դեռ հաղորդություն էլ պետք է ընդունենք, բայց քանի որ դուք այսօր առաջի անգամ եք, այսօր հաղորդություն ուզում ենք պատիվ անենք, առաջինը դուք կընդունեք հաղորդությունը, Սուրբ հաղորդություն Քրիստոսի մարմնի եւ այրան հետ հաղորդակցվելը։ Դա համար շատ կխնդրեմ, դուք մի գնացեք, մնացեք այստեղ, մենք շարունակենք հաղորդության հավաքույթը։ Ամեն, մնացեք այստեղ, Փառք Հիսուսին։ Եկ ծափահարենք սիրելի եկեղեցի։
Ես ուզում եմ մի փոքր խոսք խոսեմ սիրելիս հաղորդության մասին։ Աստվածաշնչից մի հրաշալի համար, որ ուզում եմ կարդամ ինձ ու քեզ համար։ Մատթեոս ավետարան 26-26-րդ խոսքից։ Երբ որ աշակերտները հավաքված էին, Հիսուս Քրիստոսի հետ վերջին ընթրիքն էին անում։ Տիրոջ խոսքն ասում է 26-րդ խոսքում, եւ նրանք դեռ ուտում էին։ Հիսուսը հացն առավ եւ օրհնելով կտրեց։ Եվ աշակերտներին տվավ եւ ասեց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը»։ Եվ բաժակն առավ, գոհացավ։ Նրանց տվավ եւ ասեց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետեւ այդ է իմ արյունը, նոր ուխտի, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար»։ Գրես ուզում եմ ասեմ ինձ ու քեզ սիրելիս, մինչև Տեր Հիսուս Քրիստոսի հացը վերցնելը եւ օրհնելը, աշակերտները նստած զատիկն էին տոնում, իրանց առջև դրված էր կերակուրը եւ իրանք պարզապես այդ հացն էին ուտում, գառնուկն էին ուտում, գինին էին խմում։ Բայց գիտես, այն պահից, երբ որ Տերը օրհնեց եւ տվեց, ասեց. «Կերեք, սա իմ մարմինն է»։ Այսինքն այլևս ոչ թե սա պարզապես հաց է, այլ սա մարմին է։ Այս սա ոչ թե պարզապես այլևս ոչ թե հյութ է, այլ սա իմ արյունն է։ Եվ ուզում եմ ես ու դու սիրելիս, հազարավոր ու միլիոնավոր անգամներ էլ եթե մոտենանք հաղորդությանը, ամեն անգամ մեծագույն պատվով մոտենանք, որ երկնքից Տերը մեզ որքան մեծ պատիվ է արել իր մարմնի հետ մեկանալ։ Թույլ է տվել, որպեսզի իր հաղորդությանը մասնակից լինենք։ Սա պարզապես մի բան չի, գիտես, դե պետք է անենք էլի։ Քիչ առաջ խոսեցինք շնորհակալության մասին։ Ունենանք այդ շնորհակալ սիրտը, ունենանք այդ գոհացող սիրտը։ Տեր, ես այսօր կարա այստեղ չլինեի։ Ես այսօր կարա այն մարդը չլինեի, ով արժանացել է այս հաղորդությանը, բայց ես այստեղ եմ։ Ու ես ուզում եմ իմ սրտի գոհությունն ու շնորհակալությունը տամ։ Շնորհակալ եմ, որ արժանացրեցիր, որ այս սուրբ հաղորդությանը մասնակից լինեմ։ Ամեն սիրելիս, Փառք Հիսուսին, ամենակարող Արքա, քո ներկայության մեջ աղոթում ենք եւ օրհնում ենք այս սուրբ հաղորդությունը։ Թող Տեր իմ Աստված ամեն մի քո զավակը, երբ որ կընդունի, սա լինի քո մարմինը եւ քո արյունը, եւ համաձայն քո խոսքի դու ասում ես, ով որ կխմի իմ արյունը եւ կուտի իմ մարմինը, նա կմնա ինձանում եւ ես նրանում, եւ ես հետին օրը հարություն կտամ նրան։ Տեր, մենք հավատում ենք, որ այս սուրբ հաղորդությունն ընդունելով մենք հայտարարում ենք երկնքի եւ երկրի առաջ, որ մենք քոնն ենք, դու էլ մերն ես։ Շնորհակալ ենք Տեր։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք մեր սքանչելի Տիրոջը սիրելիներ։ Հիմա կխնդրեմ մոտենանք արդեն քիչ-քիչ հաղորդությանը։